Միասնիկյան պողոտայով դեպի նոր վարչական շրջան տանող ավտոճանապարհի կեսից ավտոմեքենաները կանգ էին առնում կամ ստիպված էին լինում փոխել ճանապարհը ուղղություն վերցնելով դեպի Ավան վարչական շրջան։ Քչերին էր հաջողվում հաղթահարել ձնածածկ ճանապարհը։ Չեն մաքրում ճանապարհները, լավ չի, շատ վատ է։ Երևի սպասում են զունը կտրվի նոր։ Գիտեմ, քիչ են մաքրում, չի սազվում մեզի։ Ոչ մի փողոց մաքրասի, մի կետ գլորվելով շարժվում ենք։ Տատուրի ոչ մի դաժը պրոսպեկտը մաքրասի, այն կարող գլորվում ենք, իսկ վերևները սախ վառուց ու կանգնած վիճակը։ Նոր վարչական շրջանում կեսօրին նկատեցինք աղցանող միայն մեկ ավտոմեքենա։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Ազատություն ռադիոկայանին փոխանցեց, որ բոլոր պատասխանատուները վարչական շրջանների տարածքում են եւ իրականացվում է փողոցների մաքրման աշխատանքներ։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը մեր ռադիոկայանին տեղեկացրեց, որ ձյան պատճառով այս պահին դադարեցվել են չվերթները Երևանի Զվարթնոց եւ Գյումրիի Շիրակ օդանավակայաններում եւ կվերսկսվեն ձյան դադարից միայն 40 րոպե հետո։ Մասի ճամփե պրոպեկ, եկող ուզմա թեքվիցած լրվում է էլի։ Ինչ ասենք, ձենով ուրախանում ենք, մարդել կա ձենով տխրում է։ Այսօր երբ անց սկսել ճամփեքը մաքրել։ Ուրա ով է մաքրում։ Ոչ մեկը չի մաքրում, մենք մեր դեմը մաքրում ենք, ոչ մեկը։ Բայթի մասը։ Ոչ էլ ճամփեքը ուրա մաքրած է ախպեր, հենց ընդ նայ, մաքրած է։ Մաքրող մեքենաներ բան նկատել, տրանսպորտի միջակայքը վաղուց է կանգնած։ 20 րոպե կլինի։ Սպասում եք, հույսունեք կա։ Հիմնականը ճանապարհի պատճառն է, ոնց որ չի մաքրված։ Իսկ մաքրող մեքենաներ բան նկատել եք։ Вообще մեքենա չեմ նկատում, ոչ շաբաթ օրերն ալու, ոչ կիրակի օրերն ալու։ Կիրակի вообще չի լու։ Չէ, չեմ նկատել։ Բայց նախորդությունը որ եկավ, ահագին աշխատանքներ կատարվեցին։ Ճանապարհները ես հույս ունեի, որ արդեն նորմալ վիճակում կլինեն, բայց ոնց որ այդքան էլ լավ չի։ Շատ վատ։ Ոչ մի ձև էլ չի լինում, քշել, մասիվ էլ չի լինում բարձրանալ։ Հետի մեր կառավարությունն է մեղավոր։ Ինչով է մեղավոր, որ ճանապարհները չեն մաքրում, տեխնիկա չունեն։ Սենց 1000-ից մեկը ալնում, գոնե պետքա մաքրեն, էլի։ Վաղուց եք սպասում։ Այո, տրանսպորտը քչացել է, մաքրվել չկա փողոցները։ Շատ վատ է աշխատում քաղաքապետարանը եւ թաղապետարանները։ Այդքան բան կարող եմ ասել։ Դուք տեսնում եք մաքրող մեքենա։ Ես չեք տեսնում վիճակը։ Կանգնած մարդիկ սպասում են եւ մարշրուտիկը խիտ են, անգամ են ռակուրսներով քամագներն է երևում էլի մարշրուտքում։ Իրար կպած գնում են։ Մաքրող մեքենաներ Մաքրող մեքենաները 3 չառաջորդ նկատել եմ, այսօր առավոտվանից չեմ նկատել, կարող առավոտ շուտ աշխատել են չեմ տեսել, չեմ կարող սուտ ասեմ, էլի։ Ահավոր է, չէ, տրանսպորտ չկա։ Տրանսպորտի վիճակը ահավոր է։ Ուրա չկա մաքրող մեքենաներ։ Եթե լիներ այնա կերևա, էլի, ամբողջ քաղաքը պրոբկա է։ Որ վիճակ է ապրելու դες։ Դες լավ չես, ինչ վիճակ։ Վթարի բունա էլ։ Վթարի բունա։ Որ մաքրած չի, բան չի, ինչ վիճակ։ Չգիտեմ, հիմա աղցալում են, թե չէ ես գյուղից եմ գալիս։ Այնտեղ էլ նույնը, ավելի վատ այնտեղ վիճակը։ Նշեմ, որ ներկայումս հանրապետությունը այս պահին գտնվում է միջերկրական ծովից ներթափանցած բավականին լուրջ ցիկլոնի ազդեցության գոտում։ Ցիկլոնը հանրապետության տարածքում կմնա մինչև փետրվարի 11-ի գիշերվա առաջին կեսը։ Արդեն գիշերվա երկրորդ կեսից ցիկլոնը աշճանաբար կտեղափոխվի դեպի Կասպից ծով։ Դա նշանակում է, որ մինչև փետրվարի 11-ի գիշերվա առաջին կեսը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները կդադարեն։ Իսկ արդեն երկրորդ կեսից արևմտյան շրջաններում տեղումները կդադարեն եւ դրանք կպահպանվեն միայն արևելյան շրջաններում։ Իսկ արդեն փետրվարի 12-ին արևմուտքից կգտնվենք անտիցիկլոնի ազդեցության գոտում եւ հանրապետության ողջ տարածքում եւ 12-ին եւ 13-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա ձյան տեղումները կշարունակվեն մինչև առաջիկա գիշերվա առաջին կեսը, իսկ գիշերվա երկրորդ կեսից կդիտվի տեղումների դադար, վաղը ցերեկը եւ 12-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Ջերմային ֆոնը վաղը անփոփոխ կլինի, իսկ արդեն փետրվարի 12-ին եւ պարզեցման պայմանավորված եւ հյուսիս-արևմուտքից արտիկական ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում փետրվարի 12-ի գիշերը կնվազի 7-ից 12 աստիճանով, իսկ ցերեկը 3-ից 5 աստիճանով, 13-ին կմնա անփոփոխ։ Մասի գազանանու շմտեք 25
Վատ վիճակ է, հա։ Հա, ելնողը լրիվ կանգնած է։ Ընդունվեց։ Տարի դաժան ձմեռը ամենտեղ համարյա բոլոր տեղ Բայց ես կամ ես վերջի անգամ ետ եք տեսել զիրիգին Սեզոն վերջի անգամ երևի ասեմ շուտ էլի մի քանի տարի առաջ Ինչ որ ասի Շատ վատ վիճակ, ոչ մի աշխատանք չի կատարվել, ոչ աղալցման, ոչ մաքրման, շատ ահավոր վիճակ է քաղաքում։
Երեկ Հրազդանի կենտրոնական հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին սատարելու են եկել նաև կոնգրեսի անդամները։ Նրանք հրազդանցիներին կոչ էին անում ընտրել իրենց կամքով, որպեսզի հետագա տարիներին ապրեն առանց վախի։ Հանրապետություն կուսակցության անդամ Արամ Սարգսյանը հանրահավաքի ժամանակ իր ելույթում հիշատակեց նաև սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Ես չգիտեմ Վազգենը այսօր այստեղ ինչ կասեր, բայց ես հաստատ գիտեմ, որ ընտրություններից հետո Վազգենը կշնորհավորեր Սասուն Միքայելյանին։ Եվ ուրեմն, ես ուզում եմ արձանագրենք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ելքը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, եւ Սասուն Միքայելյանը կընտրվի Հրազդանի քաղաքապետ։ Խաղաղություն, Սասուն, 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 Սասուն։ Միքայելյանն իր ելույթում հիշատակեց իր մրցակցի Հրազդանի գործող հանրապետական քաղաքապետ Արամ Դանելյանի ու Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շագալյանի թույլ տված խախտումներն ու ճնշումները հրազդանցիների վրա։ Միքայելյանը վստահ է, որ ինքն է դառնալու Հրազդանի հաջորդ քաղաքապետը։ Նա հայտարարեց, որ վերադառնում է, որպեսզի պաշտպանի հրազդանցիների իրավունքները, որպեսզի վերացնի վախի մթնոլորտը։ Ես եկել եմ այդ վախի մթնոլորտը անեմ։ Ես եկել եմ վստահություններ շնչեմ։ Ես եկել եմ ձեզ ասեմ, որ այս տարի հավատի վերականգնման տարի է լինելու։ Բազմամարդ հանրահավաքը տեղի էր ունենում քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ գտնվում է Կոտայքի մարզպետարանի ու Հրազդանի քաղաքապետարանի շենքը։ Դեպի շենքը նայելով Միքայելյանը երբեմն խոսքն ուղղում էր մարզպետին։ Եսեք դուք վերևում 12 տարի առաջ, երբ ես թողեցի քաղաքապետարանը, խոստացա, որ հետ է վերադառնալու։ Իմացեք, գալիս են մի քանի օրից։ Ինչպես մարզպետն ու քաղաքապետը, այնպես էլ շատերը Միքայելյանին մեղադրում են քաղաքապետ եղած ժամանակ վատ աշխատելու համար։ Օրինակ, Ազատություն ռադիոկայանի ինտերնետային էջում ընթերցողներից մեկը, ով ներկայացել է որպես Հրազդանի բնակիչ, գրում է. «Սասունի ոչ մի ասածին չեմ հավատում, իսկ Հրազդանում նրա համակիրները իրեն քաղաքապետ եղած ժամանակ պաշտոնները կորցրած ՀՀՇ-ականներն են, որոնք քանդեցին Հրազդանի տնտեսությունը, որոնց հրազդանցիները վաղուց են ազատել Հրազդանի քաղաքական կյանքից»։ Հանրահավաքից հետո Միքայելյանն Ազատություն ռադիոկայանի զրույցում անդրադարձավ իրեն քննադատողներին։ Նա նշեց, որ այդ մարզպետն ու քաղաքապետն են, որ աշխատել են միմիայն հարստանալու համար։ Պես մեր քաղաքը սպეციფიկ քաղաք է, իրանք պատկերացում էլ չունեն, թե Հրազդան լիշ քաղաք է, որտեղ իրանք զբաղվել են այս տարիների ընթացքում հող ծախելով, չգիտեմ, այսինքն հարստանալով, իրանք համար են աշխատել, իրանք չեն պատկերացնի մարդ, որ 96 թվականին ստանձնել է այդ պաշտոնը, այդ դժվարին տարիների, այդ չնչին բյուջեի դեպքում 150 միլիոնի ու կարողացել է ջերություն տա այս հզոր քաղաքին, այս բարձրած շենքերին, ընդհանուր այս սեկտորը ապահովել է։ Ջերմի մատակարարման դեպքում մենք երկրորդ պոմպեր ենք միացել։ 300 միլիոն մենակ էլեկտրաէներգիայի գումարը գնացել, ես կարողացեմ քաղաք պահել։ Իրանք երևի պատկերացնում են Միքայելյան Սասունը չի կարած աշխատել, որովհետև չի թալանել, չի կրփել, չի տարել։ Իրանց գաղափարի մեջ չէ, իրանք ուրիշ բան չել կարա հասկանան։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է, երկու տեխնացուներն էլ այսօր վերջին նախընտրական հանդիպումները կանցկացնեն, որին կհաջորդի լռության օրը։ Շաբաթ օրը քարոզարշավն արգելված է։ Մեկ տարի առաջ Ստեփանակերտի զորամասերից մեկում գյումրեցի զինծառայող 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի մահվան պաշտոնական վարկածով ինքնասպանության փաստ է արդիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքից մի քանի օր անց 3 զինծառայողներ կալանավորվեցին, որոնցից ենթասպա Վիլեմ Ենգիբարյանն ու կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, իսկ շարքային Ռոբերտ Բադալյանը մեղադրվում է նրանց այդ արարքին դրդելու եւ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել եւ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան։ Դատական 2 նիստ արդեն նշանակվել եւ այդպես էլ տեղի չեն ունեցել։ Ինչու են հրաժարվում մասնակցել դատական նիստին։
Ոչ մի դատական նիստի չեմ էշտա, շատ լավ էլ գիտեմ, որ առանցին ներկայությամբ դատական նիստ չի լինի, եթե լինի, ուրեմն չափից դուրս ավելի շատ է կեղծիկը։ Ես պահանջել եմ նախաքննության 4 հադորանոց գործի կրկնօրինակները, բայց ինձ տրամադրել մենակ 28 էջանոց մեղադրական եզրակացությունը։ Իսկ այս հեքիաթով ես չեմ կարող դատին ներկա լինել։ Դուք փաստորեն պահանջում եք նիստերը տեղափոխվեն, հա, Գյումրի կամ Երևան։ Կամ Երևանում կամ Գյումրիում, քանի որ ես վատառողջ եմ, ներկայությամբ էլ բուժման ընթացքի մեջ եմ։ Իսկ իրանց այդ հետաքրքիր չէ։ Դու վատառողջ ես, երեխա ես կորցրել, ինչ ապրումների, ինչ ուզմունքների մեջ կընկնես, ինչ ստրեսների մեջ կընկնես, ինչ ձևով, ինչ ֆինանսապես ապահոված ես, ապահոված չես, իրանց պարտականությունն է, որ դու այնտեղ հասնես։ Մնացածը հետաքրքիր չէ իրանց։ Վերջինս դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի նախագահին, խնդրելով տրամադրել իրեն գործի նյութերը, սակայն ստացել է հետևյալ պատասխանը։ Մենակ իրանք կրնան տրամադրել մեղադրյալին։ Իսկ մեղադրյալին իրանք եթե կարող է միայն տրամադրել, ինչու էս եզրակացության մեջ տված է, որ մեղավորները իրանց մեղավոր չեն ճանաչել, որ հրաժարվել են ցուցմունք տալուց։ Եթե մենակ մեղավորներին իրանք կուտան, իսկ ինչ է տուժողը իրավունք չունի գործին ծանոթանալու։ Տուժողը մենակ պետք է հաու չես, ինչ-որ քնիչը կպատասխանե, որ ես փաստաբանի պետք չէ, լրագրող պետք չէ ինձ, ես մենակ դադի ժամանակ, դադի վերջում պետք է երկու խոսք ասեմ, հարցրել եմ ինչ խոսք է, կամ հա կամ չէ, կամ համաձայն ես, կամ համաձայն չես։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012-ի հունվարին զգալի թանկացում է արձանագրվել հատկապես պարենային ապրանքների եւ դեղորայքի մասով։ Ամենաշատը թանկացել են մսամթերքը, կաթնամթերքը, շուրջ 34%-ով գնաճ է ապրել շաքարավազը։ Մեզ հետ զրուցած գնորդների մեծամասնությունը բողոքեց շաքարավազի եւ կաթնամթերքի թանկությունից։ Ճիշտ ասած, այսօր եմ նկատել թանկացել են։ Ինչ է հատկապես։ Չգիտեմ։ Մթերքները ընդհանրապես ամեն ինչն էլ թանկ էր։ Եվ չգիտեմ ինչի հետ էր կապված դա։ Իհարկե հաճելի երևույթ չի։ Դե թանկացել է շաքարավազը, կարագը, ձեթը թանկ է, որ անընդհատ օգտագործվող շատ օգտագործվող բաներն են շատ թանկ են։ Ընդհանրապես գույր պետք է լինես, որ չզգաս։ Եթե ունես աչք ու ականջ, տեսնում եւ լսում ես, չես կարող թանկացել է եւ օրը մեջ։ Հատկապես ինչը, որ ապրանքապես է։ Հատկապես ամեն ինչ Հաճիկ ջան, հատկապես սնունդը։ Սնունդից ամենատարածված կատնեղեն, որ երեխաներին, մեծերին, բոլորին պետք է առաջին անհրաժեշտության ամենակարևոր հացամթերքը եւ ընդհանրապես ամեն ինչը։ Հատկապես այդ մedzավարեղեն, բրինձ, գրեչկա, այդ ինչ որ շատ առնում, շաքարավազը դարելա 400 դրամ, որ մտնում ես խանութ դուրս ես գալիս, ծախսած այդ փողն ես նայում ու տեսնում ես ապրանքը, շատ քիչ է։ Սակայն տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վիճծառայության ներկայացրած թվերն այս անգամ չեն արտացոլում իրական պատկերը։ Գնաճի այս տեմպը, որ նկարագրված է 4.8, թե 5.3 է, լայն իմաստով ինձ հետաքրքիր չի։ Գիտեք ինչու, որովհետև կա մեթոդաբանություն, որովհետև գնաճը նկարվում է շատ ավելի փոքր, քան իրականում։ Այս հունվարին անցյալ տարվա համեմատ մոտ 20%-ով թանկացել է բուր սպասարկումը եւ դեղորայքը։ Գների բարձրացումը դեղորայքի շուկայում Արա Գալոյանը, ինչպես եւ պարենային շուկայի պարագայում, պայմանավորում է մենաշնորհների առկայությամբ։ Մեր առողջապահության նախարարը ոլորտի խոշոր սեփականատեր է։ Հասկանում եք։ Մոնոպոլիա մարդիկ 4-5 հոգով նստում որոշում են, թե ձեր անալգին է ինչ արժի եւ ավելի լուրջ տեղերն ինչ արժի։ Խնդիրը սա է։ Իսկ գնաճը իշխանությունները բարբերաբար հետևում են, որ խոշոր մոնոպոլիստները միանգամից որպեսզի սոցիալական բումեր չառաջանան, բունտ ընդհանրություններ չառաջանան, որոշակիորեն գոնե կարգավորեն, որ միանգամից ինչ ուզենա չանի, բայց դա էլի շուկայական տնտեսություն չի։ Ներկայացնենք առավել զգալի թանկացումները։ Մսամթերքի ապրանքախմբում 2012 թվականի հունվարին 2011-ի հունվարի համեմատ գրանցվել է 10.1% գնաճ։ Սուրճը, թեյը, կակաոն թանկացել են մոտ 20%-ով։ Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ սպառողական գներն աճել են 3.5%-ով։
Սա հասցնել չի, սա ընդհանրապես քարշ տալ է։ Դա էլ արդեն մեղմահասված քարշ տալ։ Սրանց 2 տարի առաջ էին քարշ տալիս, հիմա ավելի մեղմահասում, ուղղակի բառ չեմ գտնում ասելու։ Սնունդը, սնունդը որ բարձրացել է։ Ավելի շատ եք ծախսում։ Ճիշտ ասած, չափազանց 2 փոքր երեխա ունենք, ճիշտ ասած մենք պատրաստում ենք Ռուսաստան գնանք, ամուսինս ընդեղ է ու այսինքն հիասթափած Հայաստանից գնում ենք, որովհետև հնարավոր չի, 2 երեխա չեն կարող մեծացնենք։ Հենց այդ պատճառով։ Հա, հենց այդ պատճառով, որովհետև ես շատ շնորհքով մարդ եմ, ամեն ինչ կարում եմ անեմ, բայց իմ տեղը ոնց որ չեմ կարող գտնեմ, իմ աշխատանքով, իմ ձեռքի շնորհքով չեմ կարող ընտանիք պահեմ, համ երեխա պահեմ։ Իսկ ինձ թվում է, ես կարամ դուրս ավելի լավ աշխատեմ։ Ասկերանի շրջանը, որը մայրաքաղաքի մոտ է, թվում է, թե պատկերն ավելի հուսադրող պետք է լինի։ Պարզվում է, որ այստեղ այնքան հազվադեպ են պաշտոնյաներ այցելում, որ մարդիկ առանձնակի անհամբերությամբ են սպասել այդ միջոցառմանը։ Գյուղի տարբեր մասերում կպցված են հայտարարություններ վարչապետի այցելության մասին։ Հանդիպումից դեռևս կես ժամ առաջ դահլիճն արդեն մարդաշատ է, հատկապես կանայք ներկայացել են ընդգծված կոկիկ տեսքով։ Ներկաները վարչապետի հետ հանդիպումն անվանեցին ժողով, ընտրեցին ժողովի նախագահ եւ նույնիսկ քարտուղար եւ հերթով սկսեցին իրենց բողոքները, իսկ դրանց մեծ մասը կոնկրետ Նախիջևանի գյուղում վերաբերում էր ջրի հիմնախնդրին։ Գյուղում ջուր կա, սակայն այն բնակչությանը չի հասնում։ Այդ ջուրը պատճառը ինչա՞ որ 20 տոշկա գնալա կռան վնրած, 20 տոշկա կռան վնրած։ Մենք պատճառը ինչա՞ որ այդ կռանն չոզոքացրածա եւ այդ ջուրը ճանք դիտելում են չանապեսո եւ խմելու ջուրալալ, ինտերնետ, եւ խմելու ջուրալալ այդ ջուրը մեծ ապահովելի ցավ գյուղեն եւ որոք ման ջուրալալ։ Եվ որոք ման ջուրալալ։ Այդ ջուրը մենք ավելի շատ բոլ, բայց հետաքրքրող չկա, թե այդ ջուրը իստեղա կեցալ հուչե մաշտաշին պրում պատճառը ինչա։ Ես խնդրում եմ այս կառավարությունը։ Վարչապետ Արա Հարությունյանը խոստացավ, որ եղանակը տաքանալուն պես անմիջապես կլուծվի գյուղի ջրի հարցը։ Իդեպ կառավարության ղեկավարը ներկաների հետ խոսեց նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, կոչ անելով գյուղական բնակչությանն ընդլայնել տնտեսությունը, մասնագիտական մոտեցում ցուցաբերել գյուղատնտեսական աշխատանքներին, զարկ տալ անասնապահությանը։ Գյուղի վաստակավոր բուժքույրը, ում ապրուստի հույսը իր միակ կովն է, հարցրեց վարչապետին. ինչպես զարկ տալ անասնապահությանը, եթե իր կովը գտնվելով առողջական ծանր վիճակում եւ այդ մասին տեղեկացնելով շրջանի անասնաբուժին, վերջինս հրաժարվել է ներկայանալ եւ զննել կովին, պատճառաբանելով, որ չունի համապատասխան դեղորայք։ Մին կավուլիկ ներողություն ախր։ Իրեք հորացնալ։ Մենք այդ կավը 4 օր գործ օրալա, դանանին տեստատություն իրեք տիպիշտ։ 5 միլիոն անոց մին հեյման մեր ժողովուրդը գյուղ։ Գյուղի խնդիրները բազմազան են՝ գյուղամիջյան անսարք ճանապարհներ, ոչ լուսավորված փողոցներ, սոցիալական լարվածություն։ Եվ ի տարբերություն քաղաքի բնակչությանն, այստեղ մարդիկ շատ ավելի անկեղծ են ու համարձակ։ Նրանք հիմնականում ոչ թե խնդրեցին, այլ պահանջեցին։ Մունք ես հասակամ մարդ եմ, 84 հասակ ունի։ Մենք նույնիսկ չի կարելի մեր գյուղը մի մարդ նշանակած, լահմին հեկ մանեթա, մին 10 մանետուած, որ մեր տելեֆոնին հաղկիստը վահակին, ես 84 տարեկան հասակումս, երկենամ չիլամ սկյալան էլա տուզանն 2000 մանետեկամ, 10 պրինջամ ծծտուշկամ, բատ տերը ինջատար։ Ես ինչ վիճակա հելի գնում փող չընտամ վարկավ։ Ինքը ռեգիստրացիոն, я им туска քինեմ մինա կոստու։ Ես կմեկրեք վարկով քինեմ բղճարել եմ քնում։ Ամեն ինչ դեպին պահի պոնտերնա։ Ինչ կմեկրեք վարկով բղճարել քնում հյուրան եմ պակասպայի։ Կառավարության ղեկավարն էլ իր հերթին անդրադարձավ գյուղերում տիրող իրավիճակին, կրկին անգամ ընդգծելով, որ երկրի ապագան գյուղական բնակչության ձեռքերում է։ Մենք գիտակցում ենք, որ խնդիրներ ունենք երկրում։ Կան մարդիկ, ընտանիքներ, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ, կենցաղային խնդիրներ, բնակարանային խնդիրներ, սնվելու խնդիրներ, հագնելու խնդիրներ։ Իհարկե, մենք կարող ենք համոզված ասել, որ մեր երկրում չկա ծայրաստիճան աղքատ, եւ եթե այդպիսի ընտանիքներ կա, փորձում ենք ինչ-որ ձևով լուծել, բայց մեկը բարեկեցությունը դրանով չի որոշում։ Հակառակը մեր երկրում պետք է լինեն հիմնականում ավելի շատ ունևոր, ավելի շատ կարող։ Իսկ դրա հասնելու համար պետությունը իրականացնում է գործիքներ մարդկանց սեփական տնտեսությունների զարգացման ուղղությամբ։ Այսինքն դուք պետք է մտածեք ձեր տնտեսությունը կազմավորելու համար, ձեր տնտեսությունը ընդարձակելու համար, մանավանդ գյուղական բնակավայրերում։
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում 5 տարի հետո Հայաստանում էլ անմշակ հողեր չեն լինի։ Նման հայտարարություն Կարապետյանն արեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ խոսում էր գյուղ ոլորտի անցած տարվա արդյունքների եւ նախարարության այս տարվա ծրագրերի մասին։ Եվ այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են պետության կողմից, այն աջակցությունները, որոնք տրվում են գյուղացիական տնտեսություններին, հանրապետության նախագահի այն հանձնարարականները, որ կա առաջ կան գյուղի զարգացման համար, հենց դրանք բերելու են մեր ամբողջ հողատեսքերի լրիվ լիարժեք օգտագործման, որը կբերի նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման։ Կարապետյանը հիշեցրեց, որ անցած տարի գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում աճել է 14.1%, բարենային ապրանքների առանձին տեսակների գծով պարզվում է ունենք բավականին տպավորիչ աճ։ Օրինակ, պտղի արտադրանքը ավելացել է 83.7%, բոստանային մշակաբույսերինը 36.5%, իսկ հացահատիկային մշակաբույսերինը 34.8%։ Եթե անցած տարի գյուղ ոլորտում գրանցվել է ավելի քան 14% աճ, իսկ մյուս կողմից էլ արդեն պաշտոնական տվյալների համաձայն նվազել է Հայաստանի բնակչության թիվը, ապա նախարարը ինչպես կբացատրի, որ անցած տարի պարենային ապրանքները թանկացել են ավելի քան 11%, չէ՞ որ եթե մթերքը շատացել է, իսկ մարդիկ քչացել են, ապա գները պետք է իջնեն, ոչ թե աճեն։ Ընդհանրապես համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների բարձրացման միտում կա։ Եվ ինչքան էլ արտադրության ծավալները ավելանում են, գները ոնց որ չի իջնում։ Ամբողջ աշխարհում է դա, որովհետև այդ արտադրության ծավալներին զուգահեռ մարդկանց թվականակը ավելի արագ է աճում, քան թե պարենային ապրանքների արտադրության ծավալները։ Հացամթերքները 34% ավել արտադրվել։ Իրենց ասելով եղել է ռեկորդային բերք։ Հացի միջին գները բարձրացել է 10-ից 19%։ Իրենցից թվերով։ Ոնց կարող է երկու բնական թիվ գումարեն, գումարը ստացված այդ թվերից փոքր լինի։ Այսինքն կարելի է 3-ին գումարել 4 եւ պատասխանալի ոչ թե 7, ասենք 2։ Այսինքն այդ թվերը չեն համապատասխանում իրական։ Բացարձակ բլեֆ է։ Գյուղ մթերքների առևտուրը պակասել է նույն ստատիստիկայով 15%։ Հասկանում եք, գյուղատնտեսական շուկաներում առևտուրը պակասել է 15%։ Այսինքն ապրանքը քշացել է։ Մի կողմից ավել են արտադրել, այս մարդիկ չեն ծախել։ Այս արտադրողները խռովել են սպառողներից, չեն վաճառում իրենց արտադրանքը։ Ըստ Կարապետյանի այս տարի պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի շուկայական գնից ցածր ազոտական պարարտանյութ, մեկ պարկը 6000 դրամ, որն իր մեջ ներառում է նաև տեղափոխման ծախսը, եւ դիզվառելիք, 1 լիտրի դիմաց գյուղացին կվճարի 350 դրամ։ Սակայն հենց դիզվառելիքի հետ կապված հարցեր առաջացան։ Պարզվեց գյուղնախարարությունը առանց մրցույթի է ընտրել Ֆլեշ ընկերությանը, որը եւ պետք է մատակարարի դիզվառելիքը։ Գնումների կազմակերպման գործընթացը շատ երկար է տևում։ Դա ընդհանրապես 1-2 ամիս կտևեր, որովհետեւ ընթացակարգեր կան։ Եվ երկրորդը, մենք ընտրել ենք այն կազմակերպությունը, որը տարիներ շարունակ եւ հատկապես վերջի տարիներին ավելի մատչելի գներով եւ ավելի որակյալ դիզելային եւ վարելանյութ է ներկրում եւ հանրապետությանը մատակարարում։ Այդ պարագայում ինչ է կարծում, դա օրենսդրության խախտում չէ։ Ոչ մի խախտում չէ օրենսդրական, ես դրա մեջ ոչ մի խախտում չեմ տեսնում։ Իսկ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չկան։ Ոչ։ Այսինքն ինչ կոռուպցիոն ռիսկ է ելնի, ես չեմ հասկանում։ Չէ, եթե տարիներ շարունակ առանց մրցույթի։ Եթե այսօր շուկայում վարելիքը վաճառվում է 450 դրամով, իսկ մենք գյուղացուն տալիս ենք 350 դրամով, ինչ կոռուպցիոն ռիսկ։ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի խոսքով անցյալ տարի Հայաստան այցելած շուրջ 758 հազար զբոսաշրջիկների միայն 7-ից 8%-ն են հայ ազգի, մնացածները օտարերկրացի, Հայաստանով հետաքրքրված տուրիստներ են, վստահ է փոխնախարարը։ Այստեղ բավականին մեծ տոկոս են կազմում ԱՊՀ տարածքից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, որից հետո եվրոպական տարածաշրջանի զբոսաշրջիկները, մենք բավականին լուրջ հոսքեր ունենք նաև Ճապոնիայից, սկսվել է դա այդ հոսքը Արևելյան Ասիայից, աշխարհագրությունը բավականին ծնդայում է։ Զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաները ինչպես միշտ լավատես են, պաշտոնական թվերը համենայն դեպս ցույց են տալիս, որ անցյալ տարվա համեմատ այս տարի 10.3%-ով ավելացել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ 2012-ին նախատեսվում է հատել 800 հազարի սահմանը, ասում է Արա Պետրոսյանը։ Սակայն Ազատություն ռադիոկայանի հարցին, թե միգուցե Հայաստան այցելողների
մեծ մասը արտերկրում ապրող հայերն են, ովքեր Հայաստանով հետաքրքրված են ոչ թե որպես տուրիստական երկիր, այլ գալիս են տեսնելու իրենց հարազատներին, էկոնոմիկայի նախարարի տեղակալն արձագանքեց, թե նմանատիպ էթնիկ զբոսաշրջությունը տարածված երևույթ է։ Տատանվի 7-ից 8%-ի սահմաններ, բայց ես ձեզ ասեմ, եւ ուզում եմ, որ դուք դա ներկայացնեմ ձեզ, ուրեմն այդ տիպի տուրիզմ, էթնիկ տուրիզմ, որ իրենց ազգի ներկայացուցիչներ ինչ-որ ժամանակ լքել են երկիրը, որից հետո դարել են այդ երկրի տուրիզմը զարգացնելու լոկոմոտիվները, այսինքն առաջնեկները, վարդիկ, դա բնորոշ է Իռլանդիային, դա բնորոշ է Իսրայելին, դա բնորոշ է Չինաստանին, դա բնորոշ է Իտալիային եւ շատ այլ երկրներին։ Ուրեմն դրա մեջ ոչ մի բացական երևույթ չկա, եթե մարդը գտնվում է մի այդտեղ, ապրում է մի այդտեղ եւ վերադառնում է համառայնթարեք Հայաստան, այցելելու իր ծնողների կամ հարազատների։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներգնա տուրիզմին եւ հայկական տուրիստական փաթեթների գներին, Պաշտոնյան կրկին հավաստիացնում է, որ Հայաստանում գները բարձր չեն, մատչելի են։ Որ բացառությամբ 1-2 հյուրանոցների, բոլորը սավշավի ֆիքս են, բացառությամբ 1-2 հյուրանոցների, մնացած բոլոր մեր հյուրանոցները, որոնք աշխատում են տուրիստական դասի, նիշանում, իրենց գներով բացարձակապես բարձր չէին տարածաշրջանի մեջ նմանատիպ այլ տարածաշրջանի երկրների նմանատիպ հյուրանոցներից, մասնավորապես ես նկատի ունեմ Վրաստանը, մասնավորապես ես նկատի ունեմ Ադրբեջանը, մասնավորապես ես նկատի ունեմ եւ Թուրքիան եւ ուրեմն Իրանը։